Բարև բոլորիդ, շնորհակալություն արհեստագիտության ընծրած բարիքներուն, որուն շնորհիվ մենք այսօր գաբի մեջ ենք իրարու հետ։ Խոսքը առանց գործի մերյալ է։ Ես հավատացած եմ այս կարգախոսին եւ հաճախ իմ բանախոսությունները, ելույթները, դասախոսությունները կսկսեմ Սիմոն Զավարյանի այս կարգախոսով, քանի որ հավատացած եմ, որ մեզ յուրաքանչյուրս իր մեջ ունի մեծ կարողականությունը, որը եթե գործի չվերածենք, կդառնա մերյալ։ Այն նաև համապատասխան է Քրիստոսի քանքարներուն, երբ մեզ յուրաքանչյուրս մեջ եղած քանքարը Աստծո տված, եթե մենք գործի չվերածենք, կմեռնի եւ կգործվի։ Հետևաբար եւս եմ դժբախտաբար Քևորքիս նահատակությամբ 2020 հոկտեմբեր 6-ին ամիջապես հետո թեր դարիմը չբոլորած ես մտքիս մեջ ունեցած խաղապարը գործի վերածելով 2021 սեպտեմբերին արդեն հայտարարեցի մեր Դան Բրոշյանի շրջապագեն ներս Քևորք Հաջյան հիմնադրամի բարեգործական մշակութային հիմնադրությունը։ Այդ օրը նաև մենք զետեղած եւ օրհնված օրհնեցինք Քևորք Հաջյանի նվիրված հուշակարը որպես Կոմիդասի երկերու բացարիք մենակատար մեկնաբան։ Դժվար է անշուշտ խոսիլ Քևորքի մասին, չհուզվիլ եւ ներքին մեծ ցավ ու գոռուց չապրիլ։ Թե որպես մարդ արժեք, մարդկային արժեք, թե բարձր համագարքի արժեքային համագարքի դեր անձնավորություն, թե ազգային մարդ, հայրենասեր, ստեղծարար, բարեգործ, բոլորին հասնող, ծերանհաս, աստվածահաճո մարդ։ Քանի մտրվակ կպատմեմ ավելի այս խոսքերս հետ ավելի ուշ, այժմ անդրադառնամ մեր գրթամրցանակի եւ գրթանպաստի ծրագիրներուն, որը սկսա ոչ թե միայն կոնսերվատորիան ներս, այլ նաեւ իր ծննդավայր Անջարգյուղի Քալուս Գուլբենկյան վարժարանեն ներս, ուր երկուքով դասավանդած են 94-95 թվականներուն, ես որպես հայերեն բաժնի պատասխանատու հայագիտական առարկաներ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններու, Քևորքը հայոց պատմություն, գրոնք, նախագրթարան եւ միջնակարգ դասարաններու եւ նաեւ նախագրթարան բաժնի պատասխանատու, առավել եւս երգչախումբի ղեկավար խմբավար եւ իր երգչախումբը Կարացային դպրոցեն ներս Քալուս Գուլբենկյանի երբ ներկայացած էր բոլոր միացյալ դպրոցներու երգչախումբերու մրցություն արժանացավ առաջին տեղը եւ ստացան բարգեւադրվեցան Պարսա Գանաչյան մեդալով։ Այդ մեդալը մենք նվիրեցինք դպրոցին, Քևորքը նվիրած դպրոցին եւ հետ մահու Քևորքեն հետ ես երբ այս հիմնադրամը ստեղծեցի եւ գործունեությունը սկսա նաեւ անջարեն ներս պարոն դնորենին Արմեն Թաշյանին դրամատրեցի, ուղարկեցի ամբողջ Քևորքին ցանասկավառակները, տեսա ալբոմները, հրատարակված գիրքերը եւ խնդրեցի, որ հատուկ հուշապ տախտակի կամ հուշակրատարանի բաժին ունենան նվիրված Քևորքին։ Առայժմ կարծեմ դա արդիգա թեր գործի չէ կոչված եւ խնդրեցի, որ այդ մեդալը, հուշամեդալը եւս Պարսա Գանաչյանի անվամբ տեղադրվի այնտեղ։ Հուսամ այդ աշխատանքները շուտով ավարտին կհասնին։ Իսկ կոնսերվատորիայի հետ կապված շատ շնորհակալ եմ Տիկին Քայանեին, որ մեր առաջարկը իմ եւ Տիկին Արմինե Պետրոսյանին ընդառաջելով ամիջապես գործի անցած ենք եւ 2021 թվականին արդեն կազմակերպված է 3 գրթամրցանակ
Եվ 2023-ին մինչ այդ 5 մրցանակագիրներ ելույթ ունեցան Ավետիք Իսահակյանի դուն թանգարաններս ձևոմը շնորհավորելու Քևորքին 52-րդ տարեդարձը, որուն գազմագերբիչը ես էի, իմ կողքից ունենալով կոնցերտմայստեր Մարգարիտա Սարգսյանը։ Բավականին բարդ աշխատանք էր, բայց դիգին Մարգարիտան գրծավ ինքնուրույն գլուխ անել գազմագերբել այդ դժվարին աշխատանքը, քանի որ ես արդեն կգտնվեի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Տիկին Արմինե Պետրոսյանին հետ սկսած մեր աշխատանքը կուզեմ ասել, որ շատ հոգեհարազատ էր, որովհետև 2012 թվականին ես ծանոթացած էի Տիկին Պետրոսյանին Հայ օգնության միության միջոցով, որպես անդամուհի, մենք համագործակցաբար ունեցած ենք որոշ ցերնարկներ միասին, Հայ օգնության միությունը ծմերբապ ծրագիրը։ Տիկին Արմինեն երբ հեռացայնեց ինձի 2021-ին եւ իր միտքը հայտնեց, որ սկսած է ոսկի սերմեր ծրագիրը համալսարաններու մեջ եւ տաղանդավոր երիտասարդներու նահատակված Արցախյան 2020 թվին 44-օրյա պատերազմին ուրեմն ելույթներ կունենան եւ գուզեր նաեւ անմասն չծկեր կամ իր ծրագրի մեջ ներառեր նաև Քևորքաջյան տաղանդավոր երգիչը նվիրյալ հայորդին մեծ հայրենասերը բացարիք անձնավորության դեր մարդը, որ արժանացած էր դարբեր միջազգային մրցույթներու մասնակցած էր եւ Պետական թե Արցախի թե Հայաստանի ազգային պաշտպանության նախարարության եւ երկրի գոմե դարբեր մրցանակներում, բարգեւադրումներու եւ պատվոքրերու դարբեր երկրներու, որովհետեւ աշխարհի բոլոր ցամաքամասերու մեջ Քևորքը ելույթներ ունեցած էր, որպես թբիր, թբրաբեդ, որպես սարգավակ, ավակ սարգավակ, որպես թբրևանեցի Գիլիկիոթեմի կաթողիկոսության փայլուն թբիր եղած էր եւ հաճախ հրավիրված էր դարբեր երկիրներու առաջնորդարաններու, ազգային առաջնորդարաններու, գործող առաջնորդներու կողմէ եւ վերջինս եղած էր 2020 թվական մարտ 4-ին Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ իր բացարիք համերգը հովանավորությամբ եւ գազմագերբությամբ այս համայնքի 45-ամյա տարիներու վաստակ ունեցող կարող հոգեվորական առաջնորդ arczepiskopos Մուշեղ եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմէ, որոնց բոլորին իմ շնորհակալություններս կհայտնեմ եւ հայտնածեմ օրին եւ նույնպես հիմա կհայտնեմ, որովհետեւ Քևորքը հավատալով այդ իր առաքելության, իր հոգեվոր ստացած կոչումին, հոգեվորականի այդ արժեքները բարձր կգրեր իր մեջ, թեև ավարտած էր իր ժառանգավորած գրթական ծրագիրը, բայց մուտք գործած էր աշխարհիկ կյանք եւ իր հոգին մեջ երբեք դուրս չէր բերած այդ արժեքները, միշտ ծառայեց էր հայ ազգին, հայ ժողովրդին, մարդկության, անշահախնդրորեն, առանց ոչ մեկ ակնկալության։ Աստվածային բարգևներ են այս ամենը, աստվածային շնորհք է, որ շատ քիչերուն կդրվի եւ Քևորքը այդ կրնալալ չսեմ հազարեն, միլիոնեն մեկներ, բայց իսկապես որ այդ քիչերեն էր կրնամսել, որ իր կյանքը անգամ նվիրաբերեց հայրենիքին, առանց հաշվի առնելով իր կարողությունները, իր մշակութային կորձիչի, հասարակական կորձիչի իր հանգամանքները, իր շատ ավելի
այլ բաժնի մեջ, ասենք, ոլորտի մեջ հայազգին նպաստ բերելու իր կարողությունը մեկ դիտենելով։ Գևորգը իր վիրավոր վիճակին վիրահատված ծունկի վիրահատությամբ բարձրացած էր այդ սարը մատաղիսի, քանի որ ենթարկված էր հրահանգի դաշնակցության կողմէ։ Փառք ու բադի բոլոր նահատակներուն, բոլոր անոնք, որոնք իրենց եսը մեկ կողմ տնելով նվիրվեցան հանուն ամենքին, բոլորին, հայազգին, հայ ժողովուրդին։ Իրենք նահատակվեցան, սրբադասվեցան, կամ թեր կսրբադասվին, բայց ես կհավատամ, որ ինչպես ցեղասպանության բոլոր նահատակները սրբադասվեցան, պիտի կա ժամանակը, որ 44-օրյա պատերազմին 5000-ն ավելի զոհեր ունեցած հերոսներն ալ պիտի սրբադասվին։ Ուրեմն այս գրթամրցանակը որթիվով երրորդն է, առայժմ կազմակերպվեցավ Դիգին Արմինե Պետրոսյանի կողմէ եւ շնորհակալություն իրեն, բարերարներուն եւ ուսանողներուն, ուսանողուներուն, որոնք մասնակցեցան Դիգին Կայանեին, հաջողություն կմաղթեմ եւ գուզեմ նաեւ հավելել, որ ինչպես հիշադակեցի, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանն ներս Գևորգին նվիրված դարեդարձի այդ ելույթին, ես բարդ համարելով ինձի դարբեր տուն թանգարաններու մեջ ելույթներ տեղի ունեցան հիշադակ Գևորգ Հաջյանի, քանի որ բոլոր թանգարանային երեկոներուն Գևորգը կամավորաբար կմասնակցեր եւ իր ելույթները կկատարեր այնտեղ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանն ներս, Եղիշե Չարենցի, Արամ Խաչատուրյանի եւ Ավետիք Իսահակյանի։ Շնորհակալություն կուզեմ հայտնել ձեզի այս համբերության համար, որ ունգընտրեցիք եւ որևէ ժամանակ պատրաստ ենք ձեզ աջակցելու եւ մեր հնարավորինս կարողականությունը եւ կարողությունը իսպաստնելու ձեզի։ Շնորհակալություն։